ինչ մեր տանը կա ուշից ու բան չեմ ուզել, այ նստեցեք հլա։ Մինչև մի կտոր հատ չկիսեք մեզ հետ, իմ ամուսնու հետ, որ ինքը իրան լավ զգա, մենք ձեզ բարձ թողողոտ չենք։ Մի պլպլան շենշող գյուղական առավոտ, որ սկսում ենք Շալիկոյի ու Արուսի ջերմ ու հյուրընկալ օջախում։ Օջախվորն է այն մի ամբողջ աշխարհ է, աշխարհ, որ լցված է սիրով ու սերով։ Մի ամբողջ աշխարհ, որ կառուցված է տասնամյակների սիրով ու աշխատասիրությամբ։ Տուն, որտեղ մարդկային պարզ ու մաքուր հարաբերությունները ամենամեծ արժեքն են, իսկ յուրաքանչյուր հյուր Աստծո տված պարգև։ Իսկ այս տանը հյուրասիրվել բառը միայն ձևականություն չէ։ Սա մի բարի շրջափակում է, որտեղից առանց հաց կիսելու պրծում չունես։ Ու հենց սեղանի շուրջ էլ բացվում է գյուղացու իրական պարծանքը, այն ամենը, ինչը ստեղծվել է արդար քրտինքով ու իրեն ձեռքերով։ Նելա օգտվում բախուր, շուկայից մենակ պամիդորնա, մեկ էլ բանը կանանչինա, մեկ էլ բանը են, մանդարիննա է տա շուկայի բաներ, մնացածը մեր դրածնա, սեփական ստեղծածնա։ Մոթալը մածոնը, հացա, ինչ-որ արաղակ, մեր տնիցա, մեր սեփական պանիրը, բայց ինչի համար են գյուղում թերքոտել եմ, ծխոտել եմ, ինչի համար, որպեսզի արդար սննդից օգտվի։ Մի քիչ սեղան սեբոտի թող նստել, արի մեզ։ Այս սեղանին դրված ամեն ինչն իր պատմությունն ունի։ Շուկայի հետ կապ չունեցող հողի ու աշխատանքի համով համեմված սեղան է։ Շալիկո պապն ու Արուստատը վստահ են գյուղում ապրող մարդու ձեռքերը պիտի հողոտ լինեն, որ սեղանը միշտ լիքը լինի, իսկ հյուրի առաջ դրվածն էլ արդար ու մաքուր։ Բայց այս հարուստ սեղանի գլխավոր հերոսը պապի հատուկ պարծանքն է։ Մի թափանցիկ շիշ, որի մեջ լորուտի ձորերի քաղցրությունն է ու 90-ամյա մարդու կենսախնդության անվերջանալի աղբյուրը։ Դամբուլու քոլի տանձա։ Բան ասում։ Ընտիրա, ես ամեն առավոտ ես բաժակով մեկ խմում եմ լիքը, մի հատ, քանի որ բժիշկս ասել է, եթե հարմար օգմիլի, հավեսին օգմիլի, մի բաժակ է դեղերի հետ, քեզ չի խանգարի, խմի, որ երկար կյանք ունենաս։ Դե եթե բժիշկն ասել է կարելի է, Շալիկոնով է, որ չենթարկվի։ Ամեն առավոտ միթասը պարտադիր է, իսկ երբեմն էլ կնոջ աչքից հեռու երկրորդն էլ չի ուշանում։ Հթայզադա, այսինքն այ քեզ լավ բան։ Վերջ, դրանից հետո Շալիկոյի տրամադրությանն ու քեֆին միայն նախանձել կարելի է։ Մեկ թե երկու նշանակություն չունի, իր ու իր ոտքի հետ միշտ ու բոլոր դեպքերում եկող ու մրցող չի ունեցել։ Մի խոսքով լորուտի, սալորի ու վայրի տանձի ողու համադրությունը Շալիկոյի առողջության ու երկարակեցության ստուգված դեղատոմսն է, բայց այդ դեղատոմսի ու պարծանքի հետքերով դեռ մառան էլ պետք է իջնենք։ Ճիշտ է, գարնան գլուխ է, պաշարն էլ մի քիչ նոսրացել է, բայց ինչպես իմ զրուցակիցներն են ասում, քոքը չեն գտրել, չէ որ աշխատող մեղվի փեթակը երբեք դատարկ չի մնում։ Իսկ մառանի ճամփան մի առանձին պատմություն է, համեմված պապի հումորներով ու տատի թեթև դժգոհությամբ։ Պապահու հարցերով դու չես զբաղվում։ Չէ, ինքնա ամանավորը, ինքնա դնեմ դարակների վրա, իմը խմիլն է։ Իսկ թորել է։ Թորելը ես բակ հոգնում ենք, բայց բասեինը դրած է ջուրը գալիս ալսում, այնտեղ են երկաթի պաստավկեն դզում ենք, ես պղնդրի տեղադրեմ։ Պատվալի դուրը բացան։ Գնա։ Եկիք, բայց մութն այն մտնում ու նկարի։ Լիսը կտաս։ Եկիք։ Որ հյուր կբերես կգաս, գերգաս, դու չմոռանաս մեզ։ Ինչքան արա։ Շատ գիտեմ մենա, հետո աչապը ինչ կա, նեզանի պանջմ չեն թե շատ լիքի չլի։ Են չէ, են բանկի կնա հենա։ Ունեցած օղու չափելը որն է, այնա մառանում կա այնքան, որքան պետք է։ Մինչ Շալիկոն կատակում է, թե իր գործը միայն պատրաստի օղին վայելելն է, Արուսն արդեն մառանի դարակներն է ցույց տալիս։ Լորուտում եւ ընդհանրապես գյուղերում, ինչպես արդեն ասացի, տան կնոջ հեղինակությունը ուղիղ համեմատական է հենց այս լիքը մառանին։ Արուստատը յուրահատուկ հպարտությամբ մեզ համար մի ինքնատիպ էքսկուրսիա է կազմակերպում մառանի ներսում։ Ու անպայման նշում է ստեղ Ուշաշնանը բոլոր դարակները պիտի լցված լինի, քանի որ սա հացոտ տուն է։ Դե մենք դրանում արդեն համոզվել էինք։ Ու երևի թե հենց այդ հյուրընկալությունն էլ պահում է նրանց 90-ամյա ջահելությունը։ Տունը առանց փակոցների, առանց օղու, առանց գինու, ամեն ինչն էլ որ հյուր ա գալի, մենք խանութ չենք գնում քաղաքացիում, ամեն ինչ պատվալումն է, ես իմ
ցավտան, մենք սովոր ենք, մեր տուն անդադ է կողել էլա, գիտենք, որ է կողալամ նախորոք, թոշակը ստանում ենք, մեր ամսվա բանը կա, ինչքան ուզմա հյուր կա, ցավտանիմ, հացոտ ենք, որ ես 90 տարեկան աչկներով ցամաք հա։ Բայց Մարանի հարստությունն ու տարիների վաստակը հենց այնպես չեն ստեղծվել։ Դրանց թիկունքում 60 տարվա միություն է։ Մի ամբողջ կյանք, որտեղ յուղի գրադարանի վարիչն ու գյուղսովետի քարտուղարը 60 տարի միասին կուռ միասնություն դառնալով, քարը քարին դնելով շեն, տուն ու օջախ են ստեղծել։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ինտելիգենտ ու ակուրատնի Շալոյի աչքը կպավ հարևան Աթանից լորուտ ուսում ստանալու եկած համեստ ու գեղեցկուհի Արուսին։ Թե ով ում առաջինը հավանեց կամ ով ում զոռով ուզեց, այս հարցում նրանք մինչև հիմա էլ վիճում են իհարկե։ Շալիկո պապին բնորոշ կծու հումորով ու Արուս տատի անկեղծ զարմանքով։ Ինքը դպրոցը գալիս ստեղ միջնակարգ։ Աթանը միջնակարգ չունի, միջև 8-րդն է։ Գալիս էր ստի ինտերնատ կարտեղ խապր մեր։ Ինքն էլ ասավ, ես ուզում եմ, քեզ ուզեմ, ես էլ համեստ Մարտի, ասի դեղ մի մեկն ուզիլ իմ կերկուսին էլ ինչ կնդրարես։ Տատես, չէ ասում պապա, հլե մի հատ ասա իրական։ Իրան տարածավոր եկել եմ ինդիանստի։ Խիչ եմ քաղաքում որ չրչարվին ոչ։ Բայց քաղաքը այդ տատին ուզող կլեր այդ հետաքրքիրնից։ Ինչի չէր լինի, տեսքը տեղը կինա։ Ես զորով եմ ուզել, չէի ուզում։ Ինքը կավ ասա պտի ելնի ես գործողությունը։ Ես էլ ասես լավ իրան երանալում, մի բան ավել կլի։ Այսպես կատակով ասել խոսելով իրար հետ զանգակ բամբակ լինելով էլ անցել է 60 տարվա համատեղ կյանքը, որը նրանց դարձրել է մի ես։ Հենց կինոյի նման Շալիկոն երբ ասել է ես, բոլորն էլ հասկացել են, որ Արուսն էլ հետը։ Կարևորը լավ երեխաներ, թոռներ ու ծոռներ ունեն, բոլորն իրենց տեղերում են երջանիկ ու հաջողակ։ Ու հիմա ինչ է մնում Շալիկո պապին ու Արուս տատին անելու, ապրել, վայելել ու իրենց այս լուսավոր պատշգամբից նայել հեռուներին, սպասելով քաղաքներից եկող երեխաների լուրերին, մեկ-մեկ էլ նրանց ոտնաձայներին։ Ու հենց այստեղ Լորուտյան հավերժական սարերով շրջապատված երբեմն մտորում են կյանքի հավերժության ու այդ հավերժության իրենց հատվածի, իրենց անցած գնացած օրերի մասին։ Ընդ որում պապը միշտ ու բոլոր դեպքերում առաջ նայելով, իսկ այդ տատը խորհելով ու մեկ-մեկ էլ ափսոսալով, բայց այդ ափսոսանքը ոչ թե ապրած կյանքի մասին է, այլ իր երիտասարդության։ Բա ինչա մարդը հետադարձ չունի կյանքի ապրելու հետադարձ չունի, որ մտածում ես, որ այսքան չարչարվում ես, այս կողմեն կողմ, հետադարձ չունես, տարիք, տեսենց ես անում թեկում գլուխ, տարիքդ գնաց, ամեն ինչ մնաց պատմության գրկում, լսի Արուս, ես ժամանակ չունեմ մեռնելու գործ չունեմ, ինձ հետադարձ ճանապարհել պետք չի։ Հետո զահլել եմ մարդը մերնի, մինել զարդնի տենա 4 կրան նստած լացենել եմ։ Իմ ֆատկպի այմա։ Հետո ասի ջան ասեմ կեզ, եթե կուլպատդ լավն է, աշխատանքից չես հոգնեմ, չես ծանձրանամ, հա ուզում ես ստեղծես որ կուլպատդ առատար է, իմանում ես, իլի։ 90 տարեկանում ոչ միայն հետ չմնալ կյանքից, այլև ապրել ամենաակտիվ գյուղացու առօրյայով։ Սա այս զույգի հիմնական սկզբունքն է, բայց պարզվում է Շալիկո պապի կողքին ապրելն ու նրա տեմպին դիմանալը այնքան էլ հեշտ գործ չէ։ Դե թեպետ դա պատկերացնելի էր։ Այս տարիքում այնքան կրկիտ ու կյանքով լեցուն լինես, որ գոմդ լիքը լինի, այգիդ առատ, աշխատելու ցանկությունդ էլ անսպառ։ Այնպես որ գյուղում ասում են Շալիկոն ու Արուսը հազար ջահելից էլ ջահել են։ Լսի, աշխատանքի ժամին աշխատում ենք, ուտելու ժամին ուտում ենք, քնելու ժամին քնում ենք, բոլոր այդ մարդիկ քաղաքացին ոնց օգտվում է կյանքից, ապրելուց, ստեղծելուց, ժամանակ անցկացնելուց, մենք էլ նմանապես կարող է պատահի մենք վատալինք, լավ ենք, գոհ ենք, այս երկրից գոհ ենք։ Տատը եթե աշխատասեր չլներ կպահեիր կողքդ։ Իրան չէ ես կերեք, իմ խասետը գեշապտի մակուրելի, հետո էլ աշխատի, անպայման ես շատ աշխատասեր եմ, ես չեմ բեզարել, հլադեր չեմ բեզարել, չեմ ալարել, միջև սուրել, պետք ինքն էլ ուզած չուզած իմ ետևից կար։ Եկավ փառք Աստծո։ Հա, եկել է, եթե եկել չէր, երբ կղարգեի իրանց գյուղը, որ վերամշակվել էր,
նոր գնայի բերի։ Դե սա ինչպես միշտ մի քիչ հումոր պապի կողմից, իսկ ավելի լուրջ, եթե չլիներ այս երկուսի անսպառ աշխատասիրությունը, գուցե իրենք հենց այսպիսին չլինեին։ Առաջին հերթին իմաստացած, նրանց աշխատանքային կենսագրությունը միայն գյուղսովետով ու գյուղի գրադարանով չի ավարտվել։ Այդ ամեն ինչից հետո էլ շարունակել են ստեղծել ու արարել լորուտի հանդիպակաց սարերում, այնպես որ 3 երեխաներ ունեն, 3-ի համար էլ առօգ-փառոգ կյանք են ստեղծել։ Էգրով գյուղ կյանքին տանի, քաղաք տներ ունենք։ Էստի անտղեսունի, ընդեղի տղի մելարել ենք ունենք, 3 սենականոց կողպեկ քվրին դրածա, ասմեն եք գնացեք ընդեղ, գնանք սաղոր սենց առաջին բեսեդկա կանստենք, ինչ կաստի ետ ես բաղմուկ կալ, ես հայաթը որ կանանչում ամեն ձևի ծաղիկ էլ կա։ Կաննե որ դիշ չուխ ես պրեմ ընդի գալտի կողքից պարկի լելի, հույրան ասելով չի։ Այ հիմա այդ սերը պահպանվել է։ Ինքը զորեց, որ ինձ ուզի, ես էլ մի կզորեմ, որ արի ինձ մոտ, կգա։ Կգա, դե որովհետև մինչև հիմա էլ նրանց սերը չի մարել, հակառակը տարիների հետ ավելի է թանձրացել, ու թեև ջահել ու անհոգ տարիները անցել գնացել են, բայց պապը սեփական տարիքին էլ է հումորով մոտենում, ասում է 90-ին մոտ եմ, բայց դեռ այնքան գործ ունեմ, որ մեռնելու ժամանակ չունեմ, իսկ իր արուսն էլ իր աչքին էլի են ջահել աղջիկն է, ում հետ մինչև հիմա էլ սիրում է կատակել ու սեր խոստովանել։ Քան տարեկան կլեմ։ 75 էլ։ Ես անտարը տենում ես։ Ես 90 տարեկան։ Զանս անտարը տենում ես, այդ անտարը մին թայծար չկա։ Այսքան կամ ես։ Հա, 88-ի մեջ եմ մտի, ապրիլի 13-ին։ Դե շատ լավ է նայել էլի տատը քեզ։ Դե ես էլ իրան եմ նայեմ, բայց դե նայում ես։ հավանի չգիտեմ։ Էս տարիքում վայ։ Ուզում ես հատ քեզ մոտ պաչնի դա։ Դելեն է լաբոր կատակ ենք անում։ Բայց այս օջախի իրական հարստությունը միայն իրենց սերը չէ, այլ այն սերունդները, որոնք այսօր շարունակում են իրենց կիսատ թողածը։ Թեև երեխաները հեռու քաղաքներում են ապրում, բայց նրանց մի ոտքը միշտ հայրական տանն է։ Ամբողջ զրույցի ընթացքում նրանք հպարտացան իրենց երեխաներով, թոռներով ու ծոռներով, որովհետև արժան զավակներ են, ասում են։ Իրենք ասում են, մենք էլ տեսնում ենք։ Իսկ այ երբ հերթը հարցներին է հասնում, նույնիսկ Շալիկո պապի կրկիտ մեկ-մեկ էլ կծու խոսքը միանգամից քաղցրանում է։ Այդ հարցներ ուսենքան լավն է։ Երկուսն ունենք, մեկը սոճիում է, մեկը ստի։ Եկել էր ամսի 13-ին, պարտադիր է ծննդյորը նա գալու է, լավն է վերով, ծաղիկով, տորթով, ամեն ինչով, պարտադիր։ Ձիներ, շատ ձիներ եկել, բայց էլի եկել էր։ Ասում եմ, խիչի նենցլեր, ադա թլեր էլի այդ բանը, այնքան քումերը բերածել էր քեզանի, որ մեր բարեկամության ամեքի տանը մի հատ տլեր, ասիլ չես սա հարցնա։ Դու կարող է լավը չհելի, պիդես արուս։ Չէ, եկած վաղտը ման կգա, տենա որ դինչ կա, պատվալներից հետ կերթամ ինչ ունեք, որ խիղճս հանգիստել է ասմա, չէ։ Երբ տան ներսի հարցերը լուծված են, իսկ հարցների ու զավակների գովքն էլ արված, Շալիկո պապը անցնում է մեծ քաղաքականությանը։ Գյուղսովետի նախկին քարտուղարի պետականամետ ջիղով էլ շարունակում է զրույցը։ Գոհ ենք, ամեն ինչից է գոհ ենք, երգիցել ենք գոհ, մենակ աշխարհախաղ աղալի, մնացածը ամեն ինչ լավ է։ Ինչն է լավ, պապի։ Խանութները լիա, ղեկավար ունենք ընտիրա, վարչապետը, ինչ ես ուզում, թոշակները ավելացրուց, հիմել բուժումը զրի սարկեց, Ճամփեք սա։ ճամփեք ամենակարևորն է մեր տրանսը ասֆալտային, ամեն ինչով հիմա 50 ռուպեմը կիրովականից մեքենան մտնում է լորուտ։ Դա քիչ այշ է այն ժամանակ 2 ժամ քաշում էր մչակ գլուխդ պետք է տայր մեքենայի որ ասես հա հերիքա։ Գոհենք, դժգոհ չենք։
Դե եթե Շալիկո պապն ասում է ամեն ինչ լավ է, մենք ով ենք, որ առարկենք կամ հակառակվենք։ Իսկ ամենամեծ ու կարևոր գոհունակությունը պապի համար ոչ թե թղթերն ու թվերն են, այլ այն խաղաղությունը, որ նա գտնում է հենց այստեղ իր այգում, այս կանաչի մեջ նստած, գյուղին ու հեռագնա սարերին հայացքը ուղղած, այնտեղ, որտեղ հոգսեր անհետանում են, իսկ բնության ամեն մի ձայն դառնում է դեղ ու դարման նրանց բոլոր ցավերին։ Այս ծտերից ելվելոցը լսում եք, դեք ինչքան գեղեցիկ է ստացվում, գետի քչքչոցն էլ է գալիս է, հոգիս փառավորվում է, հանգիստ են կլեմ, ներվային սիստեմներս ընտիր է, չենք ներվայից բնությունը ես է, ջուրը, օդը ընտիր է։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Լորուտից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։